Հայր ջան, այժմ գտնվում եմ Չեխիայի Լիբերեց քաղաքի կենտրոնական փոստային գրասենյակի մոտ։ Ինչու՞մն է բանը։ Պարզվում է խունտան, ով ծառայում է թուրքական իշխանություններին եւ ամեն օր ուրեմն կատարում է թուրքական օրակարգ, որոշել է, որպեսզի Ստալինին գերազանցի եւ այդպես էլ կա։ Առավոտից երեկոն կացեն մարդկանց հետևից, ով ինչ գրեց, ով ինչ ասեց։ Եվ զարմանալու չէր, որ թիրախում կհայտնվեի նաեւ ես։ Երկար ժամանակ հայլի ակումբում իմ հարցազրույցները բավականին մեծ արձագանք էին գտել եւ հատկապես կրթության եւ գեոպոլիտիկ հարցերի շուրջ։ Եվ պատկերացնում եք, սեպտեմբեր ամսին նկատել են, որ ես ինչ-որ միտեղ լայք եմ դրել։ Մի կին գրել էր, մեկը չկա, որ այդ չագուճը տասրա գլխին։ Եվ ինձ կանչել էին Մասիսի քրեական եւ ասում էին, որ դուք քարոզում եք բռնություն։ Ծիծաղելի, անկեղծ եմ ասում, ծիծաղս գալիս է։ Երբ նամակ ստացա մի քանի շաբաթ առաջ, երբ Հայաստանում էի, գնացի քննչական, մտածում էի, տեսնեք ինչ լուրջ բան է եղել, որովհետեւ ես ինքս օրինապահ մարդ եմ, օրինապահ եթե չլինեի 6 տարում չէի կարող լինել Չեխիայի քաղաքացի, ընդ որում դա շատ դժվար է օտարերկրացիների համար։ Ամեն դեպքում ստացվում է, որ լայք դնելու համար կարող են քրգործ հարուցել, որովհետև դուք քաջալերում եք բռնություն։ Փաստորեն այն, որ ԿՊԱ-ականները առավոտից երեկո վախեցնում են մարդկանց, այն, որ ասում են լեզու կկտրեն, բերան կկտրեն, այն երբ որ հղի կնոջը գիշերով եկել էին, տանում էին Գյումրիից, այսպես շարունակ, բոլորս գիտենք, ծանոթ ենք սրանց գործելավոճին, այս բոլորը շատ նորմալ է։ Նամակն ուղղելու եմ Եվրամիությանը եւ Եվրահանձնաժողովին, ինչպես նաեւ նամակի պատճենը անված, ինչի մեջ որ այսպես ասած մեղադրում են ինձ, նաեւ Amnesty International-ին, եթե ժամանակ գտնվի, նաեւ Human Rights Watch-ին, հուսամ, որ նաեւ նրանց հետ հանդիպում կլինի Պրահայում շուտով։ Ամեն դեպքում ես նաև հույս չունեմ, որ Եվրոպարլամենտը ինչ-որ բան կանի, որովհետև իրենք ստանալու են բոլոր թղթերն ինձանից եւ մի հսկայական նամակ կապված այն ամենի հետ, որ իրենք փակում են իրենց աչքերը։ Միևնույն է, ես սա ուղարկում եմ, որովհետև այնուհետև իրենք պատասխան են տալու։ Այն Եվրամիությունը, որը ծափ է տալիս սրանց, այն Եվրամիությունը, որը իբրև թե ժողովրդավար է, արդար է, քարոզում ամենտեղ դեմոկրատիա, իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում եւ իրենք են պարտավոր, որովհետեւ իրենք ունեն այնտեղ խլծակներ, իրենք ֆինանսավորում են մարդկանց, միլիարդավոր եվրոներ են մսխում, որպեսզի ուրեմն թուրքական օրակարգը դառնա մեր համար, այսպես ասած, կենցաղային, հոգեվիճակ դառնա, որպեսզի հայրը կարողանան հանգիստ Թուրքիի հետ առևտուր անել, ապրել։ Ու հետաքրքիր է, որ Եվրամիությունը տասնյակ տարիները եւ Թուրքիային չի մտցնում Եվրամիության անդամ, բայց ահա ուզում է, որ հայերը միանան Թուրքիային։ Ամեն դեպքում պատասխան եք տալու, դուք նույնպես կեղծ բարեպաշտներ։